Եվ մի բան էլ կուզենամ Փաշինյանին անդրադառնալ, ուրեմն տարածքների հետ կապված անդադ հարց են տալիս իրան։ Եվ էլի հարց տվեցին նաև թե ինչի չի բարձրաձայնում, եւ ես դա ասել եմ, որ դա անթույլատրելի է, որ չի բարձրաձայնում, բայց հետարքիր բան եղավ, անկլավների հետ կապված հարցրեցին, եւ ցավոք սրտի կիսատ մնաց։ Այն որ ասում ամենահետաքրքիր բաները, որ միշտ տեղի է ունենում, ինչ որ մարդկանց հետաքրքիր չի, ինչ որ շեղում են կամ բան ունեն։ Ասեց, եթե Արծվաշենը ուրեմն, եթե փոխանակումը ուզում է ակնարկի փոխանակումը տեղի ունենում, անկլավների հարցը լուծում է, բայց եթե Արծվաշենը վերադառնա, դե ասեց իսկ կվերադառնա, ասեց հա բայ իհարկե ինչի պիտի չվերադառնա։ Ու այդտեղ շարունակությունը չասեց, իսկ եթե Արծվաշենը վերադառնա, ինչ է լինելու։ Այսինքն Արծվաշենը գալիս է Հայաստանին, ու մենք տալիս ենք Ադրբեջանին մեր երկրի ներսում անկլավները։ Երկրորդը Փաշինյանը մի քանի տարի առաջ ասեց, որ Ադրբեջանը պետք է ապացույցներ ներկայացնի, փաստացի։ Եվ հələ միջև հիմա ինքը խոսում է անկլավներից, բայց միջև հիմա Փաշինյանը չի ասել, իսկ արդյոք Ալիևը ներկայացրել է իրավական փաստարկներ, որ այդ անկլավները Իրանն են։ Առանց եթե ներկայացրել է, ուրեմն պետք է ասած էր, որ մենք արդեն ունենք Ադրբեջանի կողմից փաստաթղթեր։ Սա ինչի մասին է խոսում Ժորժն։ Դա այն մասին է խոսում, որ այս տարիներ առաջ այս հարցը բարձրացրել եմ, որ չի կարելի թույլ տալ, որ Մհեր Գրիգորյանը ու Մուստաֆայևը իրար հետ ինչ-որ տենց հարցերով զբաղվեն։ Կա ԵԱՀԿ-ն, որը պրոֆեսիոնալ խումբ ունի, պրոֆեսիոնալ միջազգային իրավունքով, ոնց պետք է դելիմիտացնել եւ դեմարկացնել սահմանները։ Եվ չունի Ալիևը որևէ հիմք, ընդ որում սա շատ լավ իդեպ հիմք է։ Երբ որ այդ ժամանակ այսպես ասում իրար մեջ չեն կարայի պայմանավորել այդ ժամանակ Ալիևը պետք է անկլավների մասին իրավական հիմքերը ներկայացնի ԵԱՀԿ-ի համապատասխան խմբին, որպեսզի այդ սահմանը դեմարկացիա դելիմիտացիա անեն։ Եթե ինքը չներկայացնի այդ փաստաթուղթը միջազգային հանրությունը դա չի ճանաչի որպես Ադրբեջանի մաս, կասի դու չունես իրավական հիմք այդ տարածքների վրա։ Դրա համար ես ոչ միայն կոչ եմ անում, որպեսզի Փաշինյանը արագ կրկնի ու ամենտեղ կրկնի, որ Հայաստանից 200 քառակուսի, առնվազն 200-250 քառակուսի, ուրեմն կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք է, ուրեմն օկուպացվել, այլ նաև պահանջ բարձրացնի, որպեսզի process-ը ավելի արագ գնա, պայմանավորվի Թրամփի հետ, միջազգային հանրության հետ, որ մենք պրոֆեսիոնալ չենք այդ հարցում, եկեք պրոֆեսիոնալներին վստահենք, միջազգային հանրությանը ԵԱՀԿ համապատասխան խմբին տանք, թող իրանք գան, եղած սովետական քարտեզները ամեն ինչ տրամադրենք իրանք, թող իրանք պրոֆեսիոնալ դեմարկացիա դելիմիտացիա արեն, որտեղ մեկը այդ սահմանները ճանաչողը միջազգային հանրությունն է, թող իրանք գան, իրանք այդ դելիմիտացիան անեն, դեմարկացիան անեն, մենք էլ վստահ կլինենք, որ ոչ մի պայմանավորվածություններ Մուստաֆայև, Գրիգորյան ուրեմն չեն լինի ու բոլոր փաստաթղթերը կներկայացվեն եւ ԵԱՀԿ-ն իր գնահատականը կտա, դա Ադրբեջանինը թե Ադրբեջանինը չի։ Եվ ընդհանրապես սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Ես շատ կուզեի միջև լսել ինչ էր ասում, եթե Արծվաշենը վերադառնաց, եթե Արծվաշենը իսկ Ալիևը հենց դա անելու է։ Ալիևը հենց դա անելու է, Արծվաշենը այնքան կտրված է, ինքը ուժեղ է։ Իդեպ բազմաթիվ հաղորդումները վերսը հետ քշարք էր սարքել Ժողովուրդ ջան, որտեղ ցույց էր տալի թե ինչ դիրքեր են գրավել ադրբեջանցիները մեր տարածքում։ Ադրբեջանցիները գրավել են այնպիսի բարձունքներ, որ մեր հիմա բանակը գտնվում է ցածր գոտին։ Իրանք կարող են իրանց համար դա եւ հետախուզումը եւ մեր դիրքերի նայումը եւ մեր զորքերի տեղաշարժը ամեն ինչ ափի վրա է։ Իրանք մտել են եւ Հայաստանի տարածքից գրավել են ամենաչալաղաճ դիրքերը եւ մերոնց հանել են այդ դիրքերից։ Եվ շատ կարևոր է, որպեսզի նաև դեմարկացիայի ժամանակ կոնկրետ այդ դիրքերը, որոնք կարող են մետրերի կամ սանտիմետրերի հարցեր ունենան, վերադառնան Հայաստանին։ Արծվաշենը այնքան կտրված է Հայաստանից, Ադրբեջանն էլ ուժեղ է։ Դուք պատկերացնում եք, մենք մի հատ ինչ-որ նեղ ճանապարհով պետք է Ադրբեջանի տարածքով, այսպես ասած, գնանք հասնենք Արծվաշեն։ Եթե այնտեղ հայերի հանդեպ բռնություն իրականացնեն, օրինակ, ադրբեջանցիները մտնեն, բռնություն իրականացնեն, ոչ մի բան չի կարողանալու անել Փաշինյանը։ Ոչ մի բան։ Ադրբեջանցիները հասնելու են նրան, որ Հայաստանի ձևական Արծվաշենը լինելու է Հայաստանին, բայց մի հատ հայ այնտեղ չի լինելու։ Իսկ փոխարենը, եթե հանկարծ Հայաստանի իրանց ասած այսպես ճակերտա, որտեղ դեռ ապացուցած չի, անկլավներում ադրբեջանցիներին մենք մի բանով նեղացնենք, Ալիևը կարող է պատերազմ սկսի դրա համար։ Այն ադրբեջանցիները, որ վերադառնան Հայաստան, դրանք լինելու են մշտական տրիգեր պատերազմի եւ թույլ տալ, որ որևէ ադրբեջանցի վերադառնա Հայաստան անկլավների անվան տակ,
Ելեմ ասում Ալիևը անգամ իրավունք ունենա այդ անկլավների տարածքում բազա ռազմական բազա, այսինքն Հայաստանի մեջ ռազմական բազա, ասի իմ տարածքն է տեղադրում եմ 3 հատ ռազմական բազա կարա տեղադրի Հայաստանի տարածքում։ Դա չի կարելի թույլ տալ։ Դրա համար, որպեսզի տես ներքին պայմանավորությունով Էրդողանների ճնշմամբ, Ալիևների ճնշմամբ մենք այդպիսի բան չընդունենք, պետք է ԵԱԿ-ը Մինսկի, ԵԱԿ-ը համապատասխան մարմնին, որը զբաղվում է դեմարկացիայով, պրոֆեսիոնալ, որում ճանաչված միջազգային հանրության կողմից տալ այդ իրավասությունը, իրանք գան, իրանք սկսեն դեմարկացիա դելիմիտացիան եւ Ալիևից ասել են բեր անկլավների համապատասխան փաստաթուղթը, մենք էլ նայենք, տեսնենք որ օրենքով է, որ փաստաթղթով է, որ հրամանով է այդ անկլավները քեզ պատկանում։ Եվ դրանով կարծում եմ հարցը կլուծվի։ Սա շատ կարևոր է։ Հիմա ես այսօր արդյունքում եմ խոսած այդ մասին, Ծառուկյանի հերթական, այսպես գլուխ գործոցը Սյունիքում մեկը կանգնած Ծառուկյանի հետևորդներից ասում է մենք չպետք է մեր դաշնակցից հրաժարվենք Ռուսաստանից, որովհետև եթե մենք Ռուսաստանից հրաժարվենք, ասում է մենք ասում է ստիպված ենք լինելու Հայաստանը Սյունիքը նկատի ունի, ուրեմն վերադարձնել Պարսկաստանին, որտեղ ասում է մինչև այդ ասում է ռուսները պարսիկներից են վերցրել այս տարածքը։ Ծառուկյանն է ֆռում ասում այ խելացի մարդ, գիտի ինչ է ասում։ Դուք պատկերացնում եք մենք ում հետ գործ ունենք։ Դուք հասկանում եք մենք ինչ մակարդակի հետ գործ ունենք։ Դուք հասկանում եք սա ինչ թյուրիմացություն է։ Այսպիսի ուրեմն վտանգավոր ուրեմն քաղաքական ուժեր ունենալը, որոնք այսպես տարական գրագիտություն, ասենք ոնց կարելի է այդպես բան ասել, ոնց կարելի դա խայտարակություն է, դա դավաճանության հավասար մի բան է, լինելով անկախ սուվերեն պետություն, չգիտենք Հնդկաստանն էլ բրիտանական կայսրության մեջ է, հիմա ինչ պետք է Հնդկաստանը մեկը կանգնի ասի, մեզ վերադարձրեք բրիտանական կայսրություն, կոպիտ ասած, այդ իրանց հողն է եղել։ Երբ որ Հայաստանը կար, Ռուսաստանը ուր էր։ Ռուսաստանը կար ընդհանրապես գոյություն ուներ, թե չէ։ Տիգրան Մեծի ժամանակ에 մենք ենք Պարսկաստանը գրավել։ Ծառուկյան, պատմություն սովորի, լավ հասկացանք, եթե այդ աստիճանամոտը ինչ գործ ու դու չես անում։ Տիգրան Մեծի ժամանակ մենք ենք գրավել Պարսկաստանը, ուրեմն ամբողջ Պարսկաստանը մեր հողն է։ Լավ դուք չեք ամաչում։ Լավ դուք չեք ամաչում ձեր մակարդակից։ Դուք չեք ամաչում այդ խոսույթից, այդ դավաճանությունից, իսկ ինչ է նշանակում պետք է վերադարձնեք Պարսկաստանին։ Փոխանակ բերանը փակես ասես ինչ ես խոսում։ Կանգնի ասում է իմացող մարդ է, տեսեք ասում է։ Հասկանում է։ Հիմա հաջորդը բանավեճ հանրայինում։ Ուրեմն դա մի կատաստրոֆա է, Ժորժ ջան, թե ակնհայտորեն երևում է, որ այնտեղ եկած ուժերը, մեկ ասում է մենք չենք հավակնում, սենց բան պատմության մեջ չկա, Ժորժ։ Ակնհայտ երևում է, որ ներդրուկներ են որոշ ուժեր, ձեն փախցնողներ են, սրան նրանց ծառայողներ են, ինչ որ հավակնություններ չունեցողներ են, ինչ որ անկապ բաներ խոսողներ են։ Ասենք դու հասկանում ես, որ եթե մեկը կանգնում ասում է, ասենք չգիտեմ, մենք չենք ուզում իշխանություն, մենք իշխանության չենք գալ, ուտեղ արդեն դու իրավունք ունես մտածելու, որ մի բան ինչի է այստեղ։ Այս մարդկանց հետ մի բան ինչի։ Դու մեծ գումար ես վճարում, որ մտնես քարոզարշավի մեջ։ Հասկանում եք։ Գրասենյակներ ես բացում, դիտորդներ ես պատրաստում, դիտորդներ ես ուղարկում ընտրատեղամասներ եւ այսպես շարունակ։ Դու ոնց կարող ես մտնես եկամի ամբողջ ընտրապայքարի մեջ, մոբիլիզացնես ռեսուրսներ եւ ասես, դե մենք իշխանություն չենք ուզում։ Դե մենք բանը, բա դու ում ես պետք է կյանքում ընդհանրապես։ Դու ինչի՞ ով է ձեզ, ով է, կարող ինչ, այսինքն կարող ինչ որ մեկը ձեզ ինչ որ 2 կոպեկ գցել է, ասել է տենց, սպոյլեր եղեք։ Սրանից նրանց պետք է այս սեգմենտից ձեն փախցնեք կամ այն սեգմենտից ձեն փախցնեք։ Դամիկոմ, հիմա հերթով կգնանք կհասկանանք։ Ուրեմն Պետրոսի գլուխ գործոցը։ Այնտեղ բանավեճերի ընթացքում ուրեմն հիմնական այն տխմար հարցը, այլանդակ հարցը, որ իրանք տալիս են։ Ուրեմն նորից կրկնում եմ, հատուկ ես չգիտեմ Պետրոս, քեզ չհասկացողների դպրոցում 3 հատ չհասկացողների դպրոցել ավարտես, այդ քեզ չի օգնի։ Պետրոսն ասում է, որ պետությունն է ապահովելու մեր անվտանգությունը, հզոր Ռուսաստանը մեզ սպառնում է, հզոր ինչ ենք անելու։ Հիմա նախ Պետրոս, սկսենք նրանից։ Ով է գալու ապահովի մեր անվտանգությունը։ Որտեղից սկսենք, հզոր Ռուսաստանից, թե ով է ապահովելու մեր անվտանգությունը։ Լավ,
Արի սկսենք ով ապահովում իր անվտանգությունը։ Պետրոս, երբ որ Ադրբեջանը սպառնում էր Ռուսաստանի հետ, երբ որ մեղրին ուզում են մեր ձեռից վերցնեին, երբ որ Ադրբեջանը մտել այդ նույն դիրքերը, լավ դիրքերը վերցրել է, երբ որ չէր թողում որ մենք մեր տարածքում գործարան կառուցենք, հարվածում էր, խփում էր, ուրեմն սպանում էր մեր զինվորներին։ Ինչ եղավ, ո՞նց եղավ։ Երբ որ երրորդյա պատերազմը սկսեց նախ, ով կանգնացրեց։ Ամերիկյան պատվիրակությունը Նենսի Փելոսիի գլխավորությամբ եկավ Հայաստան, պատերազմը դադարեց, փրկվեցինք։ Պետրոս, նշանակում է ինչ որ մեկը կարում է, չէ, անվտանգություն ապահովի Պետրոս։ Այդ Ռուսաստանից որ տենց կախվել ես, կամ Ռուսաստանի ինչ որ բաներից որ տենց կախվել ես Պետրոս։ Դու ասենք տեսար, չէ, որ քեզ կուլ էին տալի, այդ որ այդքան արագ կրկնում եք գազը, դե գազի համար գնացեք կորեք որպես պետություն, գազի համար, գազը թանկանալու է, բայց անկախություն եք ձեռք բերելու, միջև կկարգավորվի։ Դե էժան գանով գնացեք վերացեք գազը էժան է, բայց դուք վերանում եք, որ դուք հասկանում եք ինչա կատարվում աշխարհում։ Երկրորդը, ո՞նց եղավ, որ Ադրբեջանը ընդհանրապես հրաժարվեց Պետրոս ուժային տարբերակից։ Որովհետև եվրոպական դիտորդների գալուց հետո մոնիթորինգային խումբը ընդ որում Ադրբեջանը մի քանի տարի շարունակ պահանջում էր խումբը հեռանար։ Ադրբեջանը դադարեց կրակել։ Գիտես խի Պետրոս, որովհետև Ալիևը ոտու ձեռով կապված արևմտյան շուկայից, որովհետև ինքն էլ ունի իր շահերը եւ որպիսի եւ ինքն էլ փորձում է ամեն ինչ անի, այսպես ասում չափերը չանցնի, որովհետև եթե իր օթերը փակեն նավթի ու գազի Եվրամիությունում, Ալիևը ընկնելու է խորը կախվածության մեջ։ Նախ իր նավթը ծախելու համար ինքը պետք է պարկի Պուտինի տակ, որ խնդրի ռուսների միջոցով ծախի իր նավթը, ոնց որ ռուսներն են հիմա իր միջոցով ծախում նավթը, նշանակում է ինքը դառնում է ինչ որ մեկի ենթական, որը Ալիևի համար անընդունել, դա իրանց վերջն է։ Կամ պետքա ինչ որ մի ձև խնդրվի ընկնի Էրդողանի ոտերը, որ իր հարցը։ Ալիևը այսօր կարողանում է, ինչի Ալիևը գնաց Տրամպի մոտ։ Ինչի օրինակ չգնաց, ինչի գնաց փորձեց արևմուտքում իր հարցերը լուծել։ Ինչի օրինակ չգնաց Չինաստանում իր հարցերը լուծելու, որովհետև Ալիևը հասկացա, որ չի կարա Չինաստան իր նավթը ծախի, թե չէ ինքը սիրով Չինաստանի զենքեր է ստանում, հիմա Չինաստանի տակից ուզում է այդ ճանապարհը վերցնի։ Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, ինքը սպասում է տեսնի կարող է Չինաստանը Ամերիկային հաղթի, դրա համար Չինաստանից զենք է վերցնում, դրա համար սպասում է հենց առիթը գա Սի Ցզինպինի հետ մեղրին վերցնեն, ինքը արդեն ռուսների վրա հույս չի դնում։ Ինքը դրա համար Չինաստանի հետ կամաց ակտիվանում է, բայց հələ որ հասկանում է, որ այս պահին չի կարա, որովհետև նավթի հարց ունի արևմուտքում։ Դրա համար, երբ որ խոսում ես, ասում ես, բա ով է ապահովելու անվտանգությունը, երբ որ արդեն դա եղել է, երբ որ արդեն պատմությունը ցույց է տվել ով է ապահովել մեր անվտանգությունը, երբ որ պատերազմը կանգնացրեցին, երբ որ Բլինկենը օրը մեջ զանգում էր, այն իրաց ներկայացուցիչը ամիսը մեկ գալիս էր, կոպիտ եմ ասում մի քիչ ծայրահեղացնում եմ ասենք, բայց անդադ Հայաստանում, Ադրբեջանում բանակցում էին։ Երբ որ եվրոպական դիտորդները եկան, Ալիևը հասկացավ ոտու ձեռ կապված, առավոտից իրգուն հաչում էր, որ պետք է այդ եվրոպական դիտորդներին հանել, Մոսկվաներ ասում էր, այո, պետք է այդ եվրոպական դիտորդներին հանել, դրանք պրովոկացիա են անում, չէ, ասում են շպիոններ էին, ինչ ասես ասում էին, հիշում եք։ Ինչի, որովհետև անվտանգություն, այդ որ ասում եք Եվրամիությունը չի կարող ապահովի անվտանգություն։ Պետրոս, դա տարական գրագիտություն է, որ եթե դու կարողանաս վերլուծես, դու կհասկանաս, որ ամեն ինչ, ասենք, այդքան պրիմիտիվ չի։ Հասկանում ես։ Օրինակ, ուտելիքի օրինակով բերեմ։ Տեսնում ես, ասենք, օրինակի համար մեծ են բուրգերները քանի շերտ ունեն, Պետրոս։ Երևի տենց ավելի լավ հասկանաս գուցե։ Քանի տարբեր շերտեր ունեն։ Եթե արդեն օրինակը կա, որ քո անվտանգությունը ապահովել են եվրոպացիները, ամերիկացիները, չեն թույլ տվել, որ Ալիևը առաջ գնա, Սյունիքդ փրկել են։ Դու կանգնում ես այսքանից հետո քո այն Պետրոսինայի հետ կանգնում եք ու հայ ժողովրդին ուրեմն ապատեղեկատվություն եք մատուցում, դե ով է ապահովել։ Ձեր հարցի մեջ դուք արդեն մանիպուլյացիա եք անում, պրոպագանդա եք անում եւ ուղղորդում եք։ Ռուսական պրոպագանդա եք անում։ Ռուսական պրոպագանդա եք անում, դեռ նույն բանն է ռուսներն են ասում, ով է ձեր անվտանգությունը ապահովելու Պետրոս։ Հիմա ձեր քո հզոր Ռուսաստանի մասին։ Ուրեմն Ռուսաստանը սպառնում է արդեն Լատվիայի ներխուժմամբ։ Թե բա Լատվիայում որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները Լատվիայի որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները հայտնի են։ Իսկ դա ՆԱՏՕ-ի երկիր է։
Իսկ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի պաշտպանի ահաբեկիչների հանցակիցների արդարացի հատուցումից, ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մեջ։ Ես շատ կուզենամ, որ իրանք հարձակվեն, մի քիչ ճիշտ հասկացեք, ոչ թե իրոք ուզում եմ, այլ ինչի համար եմ ասում, ուզում եմ, որ հարձակվեն Լատվիայի վրա, որովհետև եթե պատերազմին միանան նաև նատոյական զինվորներն ու նատոյական ինքնաթիռները, այդ պատերազմը ինձ թվում է շատ արագ կավարտվի, ուկրաինացի ժողովրդի ուրեմն տառապանքներն կվերջանա։ Հասկանում եք, որտեղ էս իրա հիմա ես կբացատրեմ նաև ներքևում ինչու։ Չեկիստները պնդել են, թե Լատվիան իբր Ուկրաինայի հետ միասին համակարգում է ԱԹՍ-ների հարվածները Ռուսաստանի տարածքին, բայց որևէ ապացույց չունեն։ Իսկ սա խրխռոց է Պետրոս։ Հիմա ուշադրություն դարձրու Պետրոս, քո համար եմ կարդում։ Պետդումայում առաջին անգամ խոսել են այն մասին, որ ժամանակն է ավարտել հատուկ ռազմական գործողությունը։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունից Պետդումայի падգամավոր Ռենատ Սուլեյմանովը, կոմունիստները, որոնք ուզում էին Սովետը միավորեին, իրանց երազանքն է դա, չէ՞, այլ հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը չի դիմանա Ուկրաինայի դեմ պատերազմի երկարատև շարունակությանը։ Եվ հատուկ ռազմական գործողության շուտապույտն ավարտն ուղղակի անհրաժեշտություն է։ Նա հավելել է, որ դաշնային բյուջեի մոտ 40%-ն այժմ ծախսվում է պաշտպանության եւ անվտանգության վրա։ Սա հանգեցնում է գնաճի եւ սոցիալական ներդրումային ծախսերի կրճատման։ Պատգամորը նաեւ նշել է, որ պատերազմի ավարտից հետո երկրին սպասվում են լուրջ ծախսեր ուղղված վերականգնմանը եւ հատուկ ռազմական գործողության հերոսների ադապտացմանը, այսինքն այդ հանցագործների, բանտերից դուրս եկած եւ մարդասպանների, բռնաբարների հասա այդ նույն բանը հիմա իրանք անելու են իրանց հասարակության հետ։ Իրանք արդեն հասկանում են իրանց գլխին ինչ է եկել։ Ավելին ասեմ, Z բլոգերներ, զեթնիկներ, որոնք Պուտինի համար աշխատել ծառայել են, հատկապես երկու հոգի կան։ Ուրեմն Գուբարև եւ Ռեմեսլո։ Ընդ որում Գուբարևը ընդհանրապես Դոնեցկից է, որը հենց այդ առաջին այդ Գիրկին Ստրելկովների հետ միասին այդ դիվերսիան արեցին, որպեսզի պատերազմ հրահարեն։ Այսօր առավոտից իրիկուն իրանց հերոստանկերություններով, հայտնի հաղորդումներով, իրանց ալիքներով Պուտին են տշում։ Ու ոչ մեկ իրանց չի ձերբակալում։ Գուշակեք, ասում եմ մեկ անգամից, ինչու։ Կարող է արդեն իրավիճակը նենց, հա, որ արդեն ինչ որ թևեր են բաժանվում։ Իդեպ Բոլթոնը ասաց, որ չեմ հավատում Շոյգուն, բայց հավատում եմ, որ Գերասիմովը կարա հեղափոխություն անի, այսինքն իրավիճակը փոխի, հասկանալով, որ Ռուսաստանը կործանվում է։ Ես ես ասեմ, Շոյգուն Գերասիմովի հետ կարա, որովհետև Շոյգուի ինգերները նստած են, այնտեղ էլ հակասություն կա, չի բացառում, որ Շոյգունը Գերասիմովը իրար հետ կապ են պահում եւ միասին կարողանան։ Ես չեմ հավատում, որ մենակ Շոյգուն դա կարա անի, բայց ոչ էլ մենակ Գերասիմովն է, այսպես կարծում, բայց ինչ որ խմբակ իրար հետ միասին ուժայինները իրար հետ պայմանավորվել եւ Ռուսաստանում դա ընդունված բան է եղել։ Շատ հանգիստ կան հարցեր լուծեն։ Հիմա Սիբիրցիները, Սիբիրի բնակիչները Ռուսաստանի, Չինաստանից օգնություն են խնդրում, պատրաստ են նույնիսկ չինարեն սովորել։ Իրկուտսկում ռուսաստանցիները տեսաուղերձ են ձայնագրել Պուտինին, դժգոհելով դպրոցներում տեղերի սուր պակասից։ Նրանք խնդրել են Ռուսաստանի իշխանություններին դիմել Չինաստանին դպրոցի շինարարության ֆինանսավորման հարցումով։ Ըստ ամենայնի հասկացել են, որ Պեկինից օգնությունն ավելի արագ կհասնի, քան Մոսկվայից։ Մենք պատրաստ ենք չինարեն սովորել, քանի որ կարծում ենք, որ այն մեզ իրականում շատ անհրաժեշտ է։ Չինաստանի հետ մշակութային կապերի ակտիվ զարգացումը մեզ համար զարգացման միակ հնարավոր ուղին է։ Իրենց ուղերձում հայտարարել են Իրկուտսկի բնակիչները։ Ես ասեմ, չի բացառում, որ շուտով ուրեմն իրենք ուզենան մտնել Չինաստանի կազմի մեջ։ Էսա քո հզոր Ռուսաստանը, Պետրոս։ Քո հզոր Ռուսաստանից արդեն բան չի մնացել։ Երբ որ հաղորդումներս լսում ես, գիտեմ որ լսում ես, բացատրում եմ այդքան ում համար եմ բացատրում։ Ում համար եմ այսքանը բացատրում, Պետրոս։ Հիմա Պետրոսն ասում է, Իսրայելի բանակը 6-օրյա պատերազմի ժամանակ ցամաքային 6-օրյա պատերազմից խոսք գնաց, ասում է 6-օրյա պատերազմի ժամանակ ցամաքային գործողության մեջ չի մտել։ Երբ որ ցամաքային գործողության մեջ կմտնի, կտեսնենք։ Պետրոսը չգիտի ինչ է 6-օրյա պատերազմը։ Ժողովուրդ, պատկերացնում եք։ Պետրոս, լսի։ 1967 թվականին Եգիպտոսը դուրս բերեց ՄԱԿ-ի խաղաղապահներին Սինայի թերակղզուց եւ խոշոր զինվորական ուժեր կուտակեց Իսրայելի սահմանին։ Եգիպտոսը, Հորդանանը եւ Սիրիան կնքեցին պաշտպանական պակտ, փաստացիորեն օղակի մեջ վերցնելով Իսրայելը։ Համոզված լինելով, որ արաբական հարձակումն անխուսափելի է, Իսրայելը նախահարձակ եղավ։ Պատերազմի ելքը վճռվեց հենց առաջին ժամերին։ Շնորհիվ Իսրայելի փայլուն պլանավորված օդային հարձակման։ Ուրեմն մոկ այդ օպերացիայի շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը անսպասելի հարված հասցրեցին Եգիպտոսի ավիաբազաներին, հենց գետնի վրա ոչնչացնելով եգիպտական ավիացիայի մոտ 90%-ը։
Նույն օրը կործանվեցին նաև Սիրիայի եւ Հորդանանի օդային ուժերը։ Օդում լիակատար առավելություն ստանալով իսրայելական ուշադիր Պետրոս, ուշադիր օդում լիակատար առավելություն ստանալով իսրայելական տանկային ստորաբաժանումները հետևակի հետ միասին ուշադրություն դարձրու։ Արագորեն անցան Սինայի թերակղզին եւ դուրս եկան դեպի Սուեզի ջրանցք։ Ոնց որ թե ցամաքով են գնացել, օդով չէին կարող գնային տանկերը, Պետրոս։ Չնայած Իսրայելի հորդորներին Հորդանանը ներքաշվեց պատերազմի մեջ եւ սկսեց հրետակոծել իսրայելական դիրքերը։ Իսրայելը հակահարձակման անցավ եւ հակառակորդին դուրս մղեց արևելյան Երուսաղեմից ու Հորդանան գետի արևմտյան ափից։ Ոտով Պետրոս, ցամաքով։ Հյուսիսային ճակատ պատերազմի վերջին օրերին Սիրիանահյուսային ճակատը Իսրայելը գրոհեց Սիրիայի ուղղությամբ եւ ծանր մարտերի արդյունքում գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող Գոլանի բարձունքները։ Հունիսի 10-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ կողմերը հաստատեցին զինադադար։ Այս փոքր լիգբես գիտես, լիկվիդացիա безграмотности, քո սիրած լեզվով ասեմ, քո ու ձեր լևոնախտների սիրած լեզվով ասեմ, այսինքն անգրագիտության վերացում Պետրոս, որովհետև դու հանրայինի եթերում ասում ես, դե ասում են քեզ 6-օրյա պատերազմի պես Իսրայելի օրինակն է բերում, ասում ես 6-օրյա պատերազմը Իսրայելը ցամաքային գործողություն չի իրականացրել, իրականացնի կտեսնենք։ Քեզ ասում են 6-օրյա պատերազմ, ամբողջ աշխարհը գիտի ինչա 6-օրյա պատերազմը, դու հանրայինի վերլուծական հաղորդում վարողն ես, վերլուծական հարցազրույց վարողն ես, դու ամոթ չես անում։ Ու մարդիկ էլ ասում են, ահա, դե ասենք քո հետևորդները ասում են, դե հələ թող մի հատ 6-օրյա պատերազմ ցամաքային գործողություն 6-օրյա պատերազմը սա ցամաքային գործողություն է եղել։ Իսրայելը ահռելի տարածքներ վերցրեց Եգիպտոսից, եռապատկեց իր տարածքը մոտարապես Պետրոս։ Դա օդով չի լինում, ցամաքով է լինում Պետրոս։ Եթե դու նկատի ունես հիմա իսրայելական բանակը ցամաքային գործողություն չի արել, ավելի վատ քո համար, որովհետև նախ ամբողջ այս ընթացքում Իսրայելը բարբերաբար Հեզբոլլայի հետ պատերազմների մեջ է եղել, հենց հիմա իսրայելական զորքը Պետրոս գրավել է Լիբանանի տարածքները, որտեղ Հեզբոլլահն է, եւ դեռ պահում է իր վերահսկողության տակ։ Մի 2 տարի էր Պետրոս Գազայում օպերացիա էր անում Համասի տերորիստների հետ, ասենք տեսակ այն որ լացում էի քսաղդ Համասի դարդը, օդով չէր Պետրոս, ցամաքը գնացեք գրավել էին Գազայի 60-70%-ը գրավել էին։ Ընդ որում շատ գուշ sense օպերացիա էին անում, ընդ որտեվ հասկանում են աղմուկը մեծ է, փորձում են պինցետով sense դրանց բան անել։ Ինչքան որ ստացվում էր։ Չնայած ցավոք սրտի քաղաքացիական բնակչության շրջանում է ցավոք սրտի զոհեր եղան բավականին։ Հիմա Այդուամենայնիվ Համասը դեմ էր տալի։ Իդեպ ասեմ, ես էլ մի բան ասեմ, Ժորժ ջան, բոլորին, որ տարածքները որ ռմբակոծում էր, Իսրայելը բոլորին նախորոք ուղարկում էր, ասում էր, այս տարածքները ես մի քանի ժամից ռմբակոծում եմ, հավաքվեք, դուրս եկեք։ Համասի տականքները, այն Համասի դարդալացող բալաբոլներ կային, չէ՞։ Համասի տականքները հատուկ իրանց ասում էին, ով որ հեռանա, մենք կսպանենք, ուշադրություն դարձրեք։ Ինչու, որպեսզի զոհերի թիվը մեծ լինի, որ միջազգային հանրության մեջ աղմուկը ավելի մեծ լինի։ Բոլորին Իսրայելը նա տեքստ մեսեջներով զգուշացրել է, որ դուք պետքա հեռանաք այս տարածքը, մենք ռմբակոծում ենք։ Որպեսզի պատկերացնեք։ Հիմա, սա էլի հերթական լիգբեզը։ Հաջորդը, Պետրոսն ասում է թուրքական 1 միլիոնանոց բանակը, տենց դու գիտեք թուրքական բանակը, այդ որ խոսում էին այդ պաշտպանության կազմակերպման մասին, որ ամեն ուժը փորձում էր տենց դեմագոգիայով զբաղվել, ասել որ դες հեսա մենք կգանք ու կազմակերպենք պաշտպանությունը, գիտեք ասում է Թուրքիայի, նա ասում է չէ, չգիտեմ։ Մեկ այնի հասկանում եք, սա ցնդելու բան է։ Խոսում ես ռազմական գործից, դու չգիտես Թուրքիայի բանակի չափը, քեզ համարում ես, ասենք, չգիտեմ, ռազմական զինծառայող, ասենք, ու չգիտես Թուրքիայի բանակի չափը։ Եթե չեմ սխալվում, այդ զինծառայողին էր հարցնում, որը շնորհապետական կուսակցությունից է։ Ինչ ասես Պետրոսը, ասում է, ինչքան է Թուրքիայի բանակի չափը։ Նա ասում է, չգիտեմ, ասում է Պետրոս ասում է 1 միլիոն։ Պետրոս ամոթ է։ Երբեք թուրքական բանակը 1 միլիոն չի եղել։ Թուրքական ակտիվ բանակը միշտ եղել է 500,000-ի կարգի, միջին է 500,000։ Այդ 1 միլիոն ասում ես, որ մեզ վախացնես, Պետրոս։ Պարզա, որ Թուրքիան մոբիլիզացիա անի, ռեզերվները հավաքի, 5 միլիոնանոց բանակի կավաքի 10 էլ կհավաքի։ Այդ ամեն ինչը պարզա։ Բայց եթե դու մեկին հարց ես տալի, հետո էլ տենց մունաթով ուզում ես ցույց տաս, որ ինքը անգրագետ է, իսկ դու սխալ թիվ ես ասում,
Դու հասկանում ես դրանից դու ով ես։ Ու այս մարդը աշխատում է հանրայինում, դուք հասկանում եք մի հաղորդման մեջ ինքը այնքան բլթ է արել։ Սա մի կատաստրոֆա է։ Հավաքվել էին ուժեր։ Ես չեմ ուզում անդրադառնամ ժողովուրդ ջան այն ուժերին, որոնց մասին իմ համար ամեն ինչ պարզ է, ասենք, որոնց մասին ամեն ինչ պարզ է, որոնց մասին արդեն չեմ էլ ուզում երբեք իմանամ, որտեղ ոնց սենց եկան, հենց է վերանալու են, ոչ անուններն եմ ուզում իմանամ, ոչ ազգանունները, ոչ ուզում թերապետ կուսակցության անունը իմանամ։ Արդեն իմ համար պարզ է ինչի համար են եկել, ինչ են ուզում արածել եւ այլն։ Բայց ես կուզեմ անդրադառնալ, ասենք, կոնկրետ շնորհապետական կուսակցությանը, որ այդքան տես մտնում են սենց իմ մոտ անընդհատ ինչ որ բաներ են գրում են, որ ինչ որ այն որ բանը պահիտակ մեկ իրանք Եվրոպա մետ են, մեկ է պահիտակ հենց պահը գալիս է, մեկ է ուրիշ բաներ են սկսում խոսալ։ Հայաստանի շնորհապետական կուսակցության ներկայացուցիչը ասում է. հույսներս պետք է դնենք մեր վրա։ Ախր ես եթերից բազմիցս ասել եմ, զգուշացրել եմ, որ ովքեր որ այդպիսի բան են ասում, դրանք մոսկովյան նարատիվներ են տարածում։ Դու չես կարա հույսդ քո վրա դնել այս դարում։ Չես կարա ուղակի։ Գլուխդ պատով տաս պատը գլխով չես կարա։ Ադրբեջանը հաջողության հասավ, որովհետև հույսը դրեց ուն վրա, որ պետք է ժամանակին, ոչ թե ռուսների, ոչ թե իրա վրա։ Զորքերը հաղորդում էր թուրքերը վերապատրաստում էին, սկսեց տեսակ Իսրայելը մեզ էլ իրանց էլ առաջարկեց, ինքը գնաց ռիսկի Իրանի պարագայում, ես քեզ բան։ Հույսներս պետք է ուրեմն ինչ առաջարկում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, էշելոնացված պաշտպանություն Շվեյցարիայի օրինակով։ Դուք լուրջ եք ասում։ Դուք հասկանում եք, որ Շվեյցարիայի օրինակը արդեն ակտուալ չի։ Դուք ձեզ ռազմական գալիս էր իմ մոտ ասում էր ռազմական գործի մասնագետ եմ, փորձագետ եմ։ Ինչ էշելոնացված պաշտպանություն։ Այդ քո էշելոնացված պաշտպանությունը էշ զոհա գնալու անօթաչուներին։ Դուք հասկանում եք դու հիմա ինչ դարում եք ապրում։ Դուք հասկանում եք ժամանակակից պատերազմը։ Ինչ էշել, այսինքն սաղ մոբիլիզացում ես ազգի տանում դեմ ես տալի, որ sense հերթով բեսպիլոտնիկներով անօթաչուներով ոնց որ հիմա Ուկրաինայում ռուսներին են մաղում, հա տենց գան մեզ մաղեն։ Արտիլերիայի տակ անօթաչուների ինչ էշելոնացված, ինչ եք խոսում։ Այսօր ուկրաինական դաշտում արդեն կռվում են ցամաքային ռոբոտները, ցամաքային ռոբոտ զինվորներ կան, ռոբոտ սարքեր կան, որոնք մի անգամ դիրք են գրավել անգամ։ Դա աղմուկ էր դուս եկել Ուկրաինայում։ Օդային եւ ծովային եւ օդային դրոնները։ Ինչ Շվեյցարիա, ինչ եք օդի մեջ կրակում, ինչ եք փուչիկ փչում, հետո ծակում օդ թողում, ինչ եք խոսում։ Մի հատ հլա ասեք, ոնց եք հույսները ձեր վրա դնելու։ Այդ իբր արևմտամետներ, այս ինչ պատվերներ եք, այս ինչ եք խոսում։ Շնորհապետական կուսակցությունը դեմ է ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Երբ որ ասում եք դեմ եք ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ուրեմն պետք է մի բան հասկանաք։ Ուրեմն Եվրամիության պետությունները դրանք ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են։ Նշանակում է դուք միտք չունեք գնալու Եվրամիություն։ Չնայած ձեր ծրագրի մեջ էլ չկա, ինչքան է տենց եթերներում մեկն եք ասում, մեկը էս եք ասում, մեկն եք ասում, բայց ուզում եմ որ դուք հասկանաք, որ ՆԱՏՕ-ն դա Եվրամիության բանակն է։ Երկրորդը, այդ ինչի եք դեմ տղերք ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, շատ այդ ինչից եք վախենում են Պետրոսը սաղ, մնացածը սաղ, բոլորը ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց վախում են։ Ինչի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Շատ ավելի լավ կլինի, շատ ավելի ապահով կլինես։ Հունաստանն ու Թուրքիան, Կիպրոսը, սաղ բոլորը միասին ՆԱՏՕ-ի անդամ են։ Օրինակ։ Իրանք հասկանում են, չէ, իրանք թշնամիներ են, բայց իրանք ՆԱՏՕ-ի անդամ են եւ դա իրանք տալիս է լրացուցիչ ապահովություն, որոնք նույն դաշինքի մեջ են։ Իհարկե ռուսական գործակալական ցանցը դա օգտագործում է, տեսեք ՆԱՏՕ-ի մեջ Թուրքիան է, բայց հո Հունաստանն էլ խնդրեմ ունի Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի մեջ են։ Երկրորդը կամ դուք չեք հասկանում ինչա ՆԱՏՕ-ն ինչի համար է։ ՆԱՏՕ-ն ըստ էության դա Եվրամիության պաշտպանական կառույցն է, Եվրամիության բանակն է։ Ընդ որում դու ՆԱՏՕ-ի հետ սահման ունես, դա Թուրքիան է։ Հակառակը դա լրացուցիչ անվտանգություն է քեզ տալու, որ Թուրքիան չկարողանա քո հանդեպ ինչ ուզի անի։ Եթե մի օր ուզենա սահման փակի, դուք ՆԱՏՕ-ի անդամ պետություններ եք, ինքը լրացուցիչ մի 15 անգամ ավել կմտածի փակի թե չփակի։ Երկրորդը ՆԱՏՕ-ում որոշումներ ընդունման պահին ինքը քեզ պետք է համոզի, խնդրի, դու ստեղ առավելություն ես ստանում այդ նույն դաշինքում, որpիսի եթե իրան ինչ-որ բան պետք կլինի, դու իրան օգնես թե չօգնես, իսկ ինքը քեզ ինչ կտա որ օգնես եւ լրացուցիչ հարթակ է, եթե դες շատ եք մտածում։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, որտեղ ինքը ժողովրդավարության խնդիր ունի օրինակի համար։ Չի կարող դառնալ, ինչպես նաեւ չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Դե դες հիմա երկու տեղ ասում եք Եվրամիությունը պետք է բան եւ այլն, իհարկե
Հայկ Մարությանի ուժը ասում է մեր նպատակը եվրոպականացումը։ Ձեր ներկայացուցիչը տող չի ասում եվրոպականացման, եվրոինտեգրման մասին։ Եկել եք հանրային բանավեճի հասարակության ամենամեծ հարթակն է ներկայացնելու ձեր գաղափարները։ Բա ու ի՞նչ արևմտամետ եք դուք որ։ Հələ ես էլի ուրիշ բաներ եմ, ձեր ցուցակից մի քանի օգու եմ ուսումնասիրել, սարսռել եմ, թույն պրոֆեսիոնալներ են։ Ասում եմ, մենք բերելու ենք պրոֆեսիոնալների, ասում եմ, որոնք բանը մեր կուսակցությունից չլինեն, բայց պրոֆեսոր ասում է, ունեք մարդ, ասում է, հա, արդեն գիտենք ունենք, բա որ ունեք ցույց տվեք։ Մի հատ ասեք, այս պրոֆեսիոնալ չեմ, տարոն աճեմ ուղղուն մեր հետ խոսում է։ Ինչ է նշանակում ունեք ցույց տվեք, դրանք է ով են այդ պրոֆեսիոնալ։ Հələ ինչ հիմա պրոֆեսիոնալ չենք տեսել։ Եդև այդ տղեն է որ ներկայացնում էր անունը Արտակ Փայծյան էր։ Այդ Փայծյան ազգանունը զինվորական լինելով ինձ մի քիչ բան անում։ Մի հատ խնդրում եմ տղաների աղջիկներ, խնդրում եմ իմ հանգստության համար, էլի ես շատ անհանգստացա։ Մի հատ էլ ասեք որ Արտակ ուղակի, հա, ասեք որ Արտակ Փայծյանը Արշալուս Փայծյանի գեներալ, Սերժի գեներալ, կոռուպցիայի մեջ մեղադրվող Արշալուս Փայծյանի հետ որևէ կապ չունի բարեկամական։ Խնդրում եմ այդ մի հատ հաստատեք որ մեր սիրտը ընկնի տեղը, թե չէ լրիվ ուրիշ բան է դառնալու այս ամեն ինչը։ Խոսալով չէ։ Ձեզ իմ էջերում վարչապետ դառնալ չէ, բայց գործ արեք։ Բայց դուք ցույց տվեք ձեր գործերով, ձեր ծրագրով։ Եթե դուք Եվրամիության անդամակցության կողմնակից եք, դուք առաջինը դա պետք է շտենք։ Ձեզ թվում է հավատում եմ, որ Հայկ Մարությանն է Եվրոպան, իհարկե ոչ, Հայկ Մարությանը մի քանի տարի առաջ ուրիշ բաներ էր խոսում, լղոզում էր, ինչ-որ բաներ էր ասում։ Հələ միջի հիմա Հայկ Մարությանին ասել եմ, չի ասել Ղրիմումն է։ Չի ասել։ Չի ասել կոնկրետ որ պետք է դուրս գան այդ եվրոպականացումը շատ էսպես հեղեղուկ բան է, չի ասել որ պետք է դուրս գան այս ինչ կարող է, բայց անգամ Հայկ Մարությանի կուսակցությունը որ ես վստահ եմ որ ինքը արևմուտքի հետ կապ չունի եւ արևմտյան ուղղություն չի, դա իմ համոզմունքն է, անգամ իրանք են ասում եվրոպականացումն է մեր գաղափարը։ Դուք ինչ որ բան եք խոսում, մենք հույսներս մեր վրա պետք է լուրջ ես ասում, այդ որ հույսները քո վրա դրեցիր ո՞նց ես անելու, հələ մի հատ բացատրեք այդ էշելոնացված պաշտպանություն, այդ էշելոնացված պաշտպանությունը անելու համար ումից եք ստանալու տեխնոլոգիաները, արհեստական ինտելեկտը, փողերը, որտեղ Շվեյցարիան աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն է, որ խոսում եք Շվեյցարիայից զգուշ եղեք, երկրորդը Շվեյցարիայի օրինակը արդեն շուտ բանից ակտուալ չի, խոսալով չի, փաստերով է, սա էսպես, ու էլ եմ ասում, Իրդ խոսալով չի, հետևողականորեն է, ես շուտ վանից հետևում նայում եմ, հետևողականություն չկա ընդհանրապես, ոչ ծրագրի մեջ կա, Եվրամիության գրված ծրագրի մեջ, հա քննադատում են, հա ինչ-որ հակառուսական դիրքորոշումը, բայց դա ծրագրային չի, գալիս է ձեր ներկայացուցիչը հանրայինի եթերում մի բերան չի ասում, որ իրանք Եվրոպա են գնում, Եվրամիություն են գնում, դուրս են գալիս ինչ կառուցությունից եւ մի անգամից դիմում գրենք խորը եւ համապարփակ թեկուզ արևտրի կազմակերպություն մտնելու։ Չէ, տղեկ դες չի լինում։ Ու մեկ էլ կրկնում եք, ես ինքս ասել եմ, դա իմ խորին համոզմամբ, մենք պետքա մեր ուժերը դնենք մեր վրա, դա իմ խորին համոզմամբ, դա ռուսական նարատիվ է։ Դա ռուսական նարատիվ է։ Դրա համար այդ որ ասում եք հույսներս մեր վրա, էշելոնացված պաշտպանություն, sense եւ այլն։ Եկի զգուշ եղեք այդ հարցերում, իմ լավ խորհուրդ եմ տալիս ես, որտեվ եթե մի անգամ էլ դա կրկնեք, որ մենք հույսներս մեր վրա ենք դնելու, արդեն կնշանակի, որ իմ համար շատ բան, արդեն կհասկանամ ինչ է եւ ոնց եւ ինչ։ Հիմա այն բոլորին դեմը, ասում է, հնարավոր է սահմանի վրա ամեն կիլոմետրի վրա 3 հատ դիպուկահար դնենք։ Արևմուտքին են դեմ, Ռուսաստանին են իբր դեմ։ Նույն տրամաբանությունն ազգում եք, արևմուտք չէ, Ռուսաստան չէ, մենք տենց ամեն կիլոմետրի վրա, թե ամեն 100 մետրի վրա 3 հատ դիպուկահար շահեն, որ անօթաչուները գան այդ դիպուկահարին բարի տան, բայրակթարներ անգամ, որ հիմա արդեն էլ ակտուալ չեն, թուրքերը շատ ավելի լուրջ բաներ ունեն, այդ մասին խոսանք։ Ինչ եք խոսում, գանք 100 օր, 100 օրից չգիտեմ, տղեկ, հետո մենք կբաժանվենք արդեն որը մեր ուժի մեջ, մենք կասենք, դուք ձեռ եք առնում։ Այսօրվա իրավիճակում հատկապես Փաշինյանը կաշկանդված է ընտրակեղծիքներ անելու եւ վերջին երկու ընտրություններում չի եղել տենց փաստ, որ Փաշինյանը մասսայական ընտրակեղծիք է արել։ Գալիս եք 100 օր ինչ անեք, բան ունեք ասելու, ասեք ուր ստեղծեք, անուն դրեք, ասեք մենք սրա կողմնակից ենք, մենք հարցի չենք պատասխանում, մենք կգանք ինչ-որ բոլորին ներկուս դնենք, լուրջ եք ասում, դուք ինչի մասին եք ընդհանրապես, ձեզ ով է, ինչ է ձեր նպատակը։
Գաք 100 օր որ ինչ անեք։ Հիմա ասեք ինչ եք ուզում անեք, ով եք դուք, ինչ եք Հայաստանի համար, ինչ ապագայ կընտրություններ, ասեք ինչ ապագայ չշնորհում գանք 100 օր։ Այ քեզ բան, գաք 100 օր ինչ անեք։ Ասեք ինչ եք ուզում անեք։ Ասեք ինչ որտեղ եք Հայաստանը պատկերացնում։ Ամեն ինչին դեմ են իրանք։ Տենց այլ է լինում։ Հիմա անցնենք Կիրիենկոին, Ժորժ ջան։ Փաստերի ստուգման հարթակը օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Այդ փաստաթղթերը արտահոսել են ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման արդյունքում եւ ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե ֆակտո ենթակայությամբ գործող սոցիալական դիզայնի գործակալության փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկերներ, զեկույցներ, պլաններ եւ այլ նյութեր։ Փաստաթղթերում արկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում եւ այլ երկրներում արդեն իսկ իրականացված եւ նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ եւ արդյունքների ամփոփումներ։ Արտահոսած նյութերում արկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր եւ պլաններ։ Եվրոպական երկրներում հիմնականում գործողություններն արվել են Ուկրաինայի միգրանտների ու երբեմն Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աչական ուժերի աջակցության ուղղությամբ եւ ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման ուղղությամբ։ Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել եւ իրականացվել են կեղծ դրոշով, այսինքն Հեսա կասկանակ ինչ, օրինակ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծի, որ այն Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները Ուկրաինայի ու հայկական դաշնակցություն կուսակցության կեղծ դրոշով եւ այլն։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավում են տարբեր անձինք, ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին падգամավոր, ռումինացի օլիգարխ եւ այլն։ Նամակագրություններում երևացող անձինք օգտագործում են կեղծ անուններ, սակայն դրանց մեջ հեշտությամբ նույնականացվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Վլադիլենի Կիրիենկոյի, ինչպես նաև նույն աշխատակազմում Սոֆիա Ավրահամի Զախարովայի անունները։ Դերակատարների նամակագրություններում հստակ երևում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քննարկման եւ արտահոսքերի կանխման ուղղությամբ։ Սակայն ինչպես երևում է, այդքան էլ չի ստացվում։ Բացի այդ, կենտրոնի հետ փոխկապակցված 50 հոգի օրերս հայտնվել են բրիտանական պատժամիջոցների ցուցակում։ Հայաստանի մասով գործակալությունը Հայաստանի իշխանություններին վարկաբեկելով երկրի ներքին կյանքին ապակայունացան միտված արշավներ իրականացրել, որոնցից հայ հանրությանը ամենահայտնին այսպես կոչված Մարսելի օպերացիան է։ Ժորժ ջան, դեռ երկու բան են բերում հիմնականում, մի քանի բան կա, չասեմ, ինչ որ Նիկոլ Փաշինյանը Մարսելում իբր տուն է առել, ինչի եմ ասում, սա նույն բանը Զելենսկու վրա էլ են կիրառել, ինչ որ անմոռուկների հետ կապված ցեղասպանությունների ակցիա են իրականացրել, էլի վարկաբեկվելու նպատակով ինչ որ բաներ են անում։ Ուրեմն, փաստերի ստուգման հարթակը այդ ժամանակ պարզել էր, որ աղբյուրը ոչ արժանահավատ է։ Այդ կայքը ստեղծվել էր Մարսել օպերացիան, որ ասում են մի օրվա համար, ոնց որ ուրեմն կամ որոշ ժամանակվա համար լուրը տարածվել է ու այդ կայքը փաստորեն փակվել է։ Արտահոսած փաստաթղթերում արկա է նաև ամբողջական հաշվետվությունը, որում ներկայացվում են այն հայաստանյան ԶԼՄ-ները եւ սոցիալական մեդիաների էջերը, որոնք պատրաստել են կեղծ հոդվածը։ Զեկույցում երևում է, որ նյութի տարածմանը նպաստել են 17 գործակալներ, այն ունեցել է մոտ 16 միլիոն դիտում, իսկ դրա հերքումը մոտ 1.1 միլիոն։ Ժորժ ջան, 16 միլիոն դիտում է ունենում ապատեղեկատվությունը, դրա հերքումը 1.1։ Այ դրա համար ես այն օրը ասեցի, ես հասկանում եմ արդեն ինչա կատարվում, դրա համար այն օրը ասեցի, այսուհետ մեկի բերանից լսեցի քաղաքական գործիչ, պաշտոնական մեկը, որ ասի, որ Չիբուխչյանը Մայրապետյանի կողմից ֆինանսավորումը, դատի եմ տալու, անգամ անհատի, դատի եմ տալու։ Որովհետև ես ինչ որ մեկը մի հատ անասունություն ասում է, հետո դու ընկնում ես, ասենք, սկսում ես եթերներով ասենք հերքել, բայց հերքումը լսում է, ասենք, ենթադրենք 30,000 հոգի, բայց իրանց լկտի սուտը, կեղտոտ գործելակերպը տարածվում է, ասենք, կարող է մի քանի 100,000 մարդ դիտի։ Հետո դու հա հերքի։ ԶԼՄ-ների նկարագրությունից հայտնի է դառնում, որ այն թիրախավորում է ԱՄՆ, Լիբանան, Իրանի, Ֆրանսիա եւ այլ երկրների հայկական համայնքները քարոզելով Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններ, արևմուտքից եկող վտանգները, ներկայացնելով, որ չգործ չունեք արևմուտքում վտանգավորը։ Ֆրանսիա
Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրած նյութերում թերևս ամենաշատը Ֆրանսիայում իրականացված օպերացիաների մասին պլաններն են, զեկույցներն են։ Այդ օպերացիաներն ուղղված են ինչպես Ֆրանսիայում միգրանտների Ուկրաինայի դեմ բացասական տրամադրություններ խթանելուն ու կրոնական հիմքով ատելության տարածմանը, այնպես էլ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը։ Անցյալ տարվա սեպտեմբերին Ֆրանսիայի մի շարք մզկիթների մոտ հայտնվեցին խոզերի կտրված գլուխներ, ինչը էական լարում ստեղծեց մուսուլման հանրության մոտ։ Ինչպես երևում է, փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրած նյութերում օպերացիան իրականացրել է այդ նույն գործակալությունը։ Ֆրանսիայում իրականացված մեկ այլ գործողության մասին տեղեկանում ենք գործակալության նամակների արտապատկերումից։ Ուրեմն screenshot։ Այն նախատեսում էր Ֆրանսիայում գտնել 500 թանկարժեք մեքենա, դրանց վրա տեղադրել ուկրաինական պետհամարանիշներ եւ ամեն մեքենայից կատարել 2 լուսանկար։ Աշխատակիցները քննարկում էին, որ շատ թանկ մեքենաների համար Rolls-Royce, Lamborghini, Ferrari եւ այլն հոնորարը կլինի էապես բարձր։ Գործողության նպատակն էր այդ նկարները ֆրանսիական սոցցանցերում տարածելով նվազեցնել հանրության Ուկրաինային աջակցելու ցանկությունը։ Իսկ դուք հասկանում եք ինչ են արել։ Վերցրել են թանկ մեքենաներ են վարձել, վրան Ուկրաինայի դրոշենդրը ուկրաինական համարներ են կպցրել, նկարել են ու ես հիշում եմ հենց այդ օպերացիան ես միշտ տեսել եմ այդ նկարները տարբեր տեղեր հենց միանգամից նկարում են Մոնակոյում, Ֆրանսիայում այդ նկարում են ասում են տեսեք այնտեղ պատերազմը իրանք եկել են այստեղ ինչ են անում այսինքն պարզվում է դա եղել է Կիրիենկոյի ծրագիրը դուք տեսեք ինչ ստոր են եւ ինչ ծրագրեր են իրականացնում դա ամբողջ աշխարհում մի բանում որ իրանք դեռ ուժեղ են դա իրանք ռոպագանդան է եւ այս կիբեր պատերազմների մեջ իրանք բավականին հմտացել են մեկ այլ ակցիա էլ միտված եղել հակամուսուլմանական տրամադրությունների սրմանը դրա շրջանակում իսլամի հետ ասոցացվող կանաչ ներք է լցվել 3 սինագոգի հրեական ռեստորանի եւ հրեական այլ հավաքատեղիների մուտքերի վրա որպես ակցիայի հաջողության ցուցիչ զեկուցվել է որ դեպքի մասին անդրադարձել են ֆրանսիական եւ իսրայելական առաջատար լրատվամիջոցներ հետագայում սակայն հետաքննությունը ցույց է տվել որ այս ակցիան եւս իրականացրել են Սերբիայի քաղաքացիներ Սերբիայի Ֆրանսիայում պլանավորված, բայց առնվազն դեռևս չիրականացված ակցիաների պլաններում է գեներալ ակցիան, որի սահմաններում մարդիկ, որոնք պետք է ներկայանային որպես Ուկրաինայի առաջին տիկնոջ Օլենա Զելենսկայի հիմնադրամի պատվել կատարողներ պետք է պղծեին Շարլ դե Գոլի արձանը վրան գրելով Փառք Ուկրաինային։ Մասնակիցները պետք է հայտարարեին, որ դա Շարլ դե Գոլի թորան ռուսամետ հայտարարությունների պատասխանն է։ Պլանավորված գործողությունների թվում էր նաև միգրանտների դեմ ուղղված հերթական ակցիան, որի սահմաններում պետք է սպիտակամորթ եւ սևամորթ ուրեմն փչովի սեքս տիկնիկներ նետվեին Սենագետը։ Ակցիայի նպատակը միգրանտների դեմ տրամադրությունների սրումն էր։ Այն պետք է արվեր խոզի գլուխ ակցիայից հետո, սակայն դրա մասնակիցների ձերբակալվելուց հետո հետաձգվել է ու ստամենանի չեղարկվել է։ Ըստ փաստաթղթերի միջին Եվրոպա անվանումով եվրոպական նախագիծ է եղել, որի նպատակն էր ստեղծել քաղաքական եւ տնտեսական դաշիկ Ավստրիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջև թույլատնելով Գերմանիայի, Ֆրանսիայի ազդեցությունը Եվրամիությունում։ Բացի այդ, այս ռազմավարությունը շրջանակներում նախատեսված է եղել ստեղծել ուղեղային կենտրոններ, որոնք կթիրախավորեին եվրոպացի լրագրողներին եւ փորձագետներին տարածելով թեզեր, թե ԵՄ-ում լինելը վնասում է ազգային շահերին։ Ժորժյան, ես կարդացի մի փոքր հատված, մեծ էր հոդվածը, ուրեմն կարող եք գտնել կարդալ այդ հոդվածը։ Բայց ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը հետեւյալն է, որ երբ որ ձեզ բացատրում են, որ ֆոսֆոր օպերացիան իրականացվեց հայերին ուկրաինացիներին թշնամացնելու համար եւ մինչեւ հիմա փայլուն աշխատում է, այս դրա համար էինք ասում։ Ֆոսֆոր օպերացիան իրականացրել են ռուսները այս նույն գործելավոճով։ Հիմա ձեր համար պարզ է ինչի համար էինք ասում այդ ֆոսֆորը սուտա հայերին ուկրաինացիներին թշնամացնելու համար։ Այս նույն գործելավոճը հիմա Կիրիենկոն կիրառում է, ասեմ ձեզ, Ուկրաինայի դեմ գործողությունները որոշ առումով նման են Հայաստանի դեմ գործողություններին, երբեմն անգամ իդենտիկ։ Իրականացրած գործողություններից ամենահաջողվածը Զելենսկու կողմից Արաբական Միացյալ Էմիրություններում Բուրջ Խալիֆա աշտարակում անշարժ գույքի ձեռքբերման կեղծ լուրի տարածումն է։ Իդեպ ստեղ ինձ հայերից մեկը ասում էր, երբ որ Ուկրաինայի հարցով վիճում էր, ասում էր Զելենսկին գնացեք կոռումպացված Դուբայում տուն առե։ Այսինքն անգամ ստեղ է հասել այդ ապատեղեկատվությունը։ Համաձայն գործակալության ներքին զեկույցների 86 միլիոն դիտում է ունեցել։ Գործողությունը նյութերում հենց այդպես էլ կոչվել է Բուրջ Խալիֆա։ Ուկրաինայի դեմ իրականացած մեկ այլ գործողություն էլ տելեգրամյան ալիքների ստեղծումն է, որոնք պետք է ձևացնեն, թե իբր պրոուկրաինական են, բայց իրականում դանդաղ առաջ մղեն ռուսաստանյան նարատիվները։ Այն ինչ որ ես ձեզ ասում էի, որ ասում եմ Ժորժյան, ամեն իբր արևմտամետ, չէ, դիմյա տակը փորես քո կտենաս այդ ով է, այդ ինչ է խոսում, ինչ հետևողականությամբ է խոսում։ Հասկանում եք, այսինքն սա վտանգավոր աշխարհ է ու վտանգավորագույն բան է այս ռոպագանդան։ Ու դուք պետք է հասկանաք, ես ես որ թվից եմ ասում, ես տարիներ առաջ եմ ասել, ամեն Ռուսաստանի դեմ խոսացողը հակառուս չի, դա կարա կոնտրագենտ լինի, ագենտ լինի, 1000 բան կարա լինի։ Ժորժյան, 1000 բան կարա լինի։
Դրա համար տենց միանշանակ չի, ով որ Ռուսաստանին քննադատում է, պետք է նայես դրանից հետո իսկ ինչ է ասում, ինչ նարատիվ է տարածում, դրա տակ ինչ կա։ Ու պետք է փորես հասկանաս, էս ուր է տանում։ Ասածը ինչ է, կարող է շատ գրագետ ձևակերպի, այն օրը բերեցի մեկի նախորդ եթերում մեկ այլ քաղաքական ուժի, այսպես կիրթ ձևակերպումները, դրա տակ բացահայտեցի բազմաթիվ ռուսական նարատիվներ։ Ընդհանրապես ոչ կարևոր է ինքը ինչքան կիրթ է խոսում, ոչ կարևոր է ուրեմն իրականում ինքը շատ կիրթ կարա շատ վտանգավոր բաներ առաջ տանի, դուք չհասկանաք ինքը ինչ ասեց։ Ինչ որ նախորդ թողարկմանը ձեզ ներկայացրեցի։ Դրանց կուսակցության անունը չեմ ուզում տամ, անիմաստ չեմ ուզում PR անեմ, որտեվ այլ Գործողությունների ծրագրերի մեջ առանձնացված է 4 նպատակ՝ ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկում, էլիտաների պառակտում, բնակչության ապակողմնորոշում եւ զինված ուժերի բարոյալքում։ Բոլոր նպատակներին պետք է հասնել առանց ուղիղ ռուսամետ ուղերձների քողարկված։ Հասկացա՞ք։ Քողարկված, դրա համար եմ ասում, երբ որ մեկը ասում է մենք Ռուսաստանին դեմ ենք, Ռուսաստանը սենց, Ռուսաստանը ընենց, հա, եւ այլն, բայց մենք երբ պիտի Եվրամիություն չգնանք մեջտեղում մնանք, մեզ Եվրամիությունն է պետք, մենք ոչ մի դաշտիկների մեջ պիտի չմտնենք, դա լրիվ ռուսական դիրքորոշում է, որովհետեւ դու այս պահին գտնվում ես արդեն Ռուսաստանի այդ բլոկում ու դու խճերիքում դուրս գաս։ Այսինքն քեզ ասում են իրականում մնա անդե որտեղ կաս, Ռուսաստանի տակ պարկած, որովհետեւ դու այս պահին Ռուսաստանի տակ պարկած ես։ Պրիմիտիվ տեխնոլոգիա է դա, հնարավոր չի, դա մեկին գումարած, մեկ հավասար է երկու, շատ խորանալու բան չկա։ Ամերիկացի գեներալը ռուսամետ կարծիք ձևավորող ռուսական ապատեղեկատվական համակարգված արշավի մաս է կազմել ամերիկացի պաշտոնաթղթ գեներալ Փոլ Վալերին։ Քարոզչական թեժը, որ տարածելու խնդիր է դրված, եղել է նրա առաջ հետևյալն է. ՆԱՏՕ-ն պարտվում է, Ռուսաստանը հաղթում է։ Այսինքն ամերիկացի գեներալին ասել են մի հատ կենտրոն հովանավորենք ստեղծի ու դու ապացուցի անընդհատ վերլուծություններ տու, որ Ռուսաստանը հաղթում է, որ Եվրոպան հանձնվի։ Հասկանում եք։ Մոլդովա, Նորվեգիա, Իսրայել, Գերմանիա, Ֆրանսիա, որտեղ ասես այդ օպերա այդտենց գործակալական ցանց ունեն, ԱՄՆ, այն որ ամերիկացի գեներալը ասում չի, ինչ նկատում որ գեներալը չի կարա ծախված լինի, Ժորժ ջան։ Գեներալ էլ կարա ծախված լինի, ամերիկացի էլ, այո, որը թոշակի անձեր կոպեկ փող աշխատում, ինչ ա եղել որ վետ է իր բարոյականությունը։ Ամեն տեղ էլ կան այդպիսի մարդիկ։ Միտեղ շատ, միտեղ քիչ էական չի, ամեն տեղ էլ կան։ Հիմա մի բանի կուզենամ անդրադառնամ Ուկրաինայում Ադրբեջանի հյուպատոսությունը էլի տարածել է հայտարարություն, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ դա անում է պարբերաբար։ Իր տեղն ու դիրքը Ուկրաինայի հասարակության մեջ ամրապնդելու համար։ Իրանք հասկանում են Ուկրաինայի նշանակությունը։ Մենք մինչև հիմա Փաշինյանի, Միրզոյանի բերանից չենք լսել, որ իրանք ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ու Ուկրաինայում զերո աշխատանք են տանում։ Էլի մեր ուսերին է դրված, ասենք, գիտեք, հայ համայնքը ընդեղի եւ այլն, բայց մեր հնարավորությունը այդպես չի։ Մենք պետություն չենք ներկայացնում։ Մեր ասածը, բայց իրանք պետության կարծիք են ուզում լսեն։ Էլի հետ են ընկնում։ Էլի հետ ենք ու ահավոր հետ ենք։ Ավելին ասեմ, ես վերջերս ուկրաինական ռեպորտաժ, ուկրաինական ալիքով, ասում են գովում են, ասում են Հայաստանը սկսել է խոսալ վերջապես եւ այլն, վերում են Սիմոնյանի հայտարարությունները, չգիտեմ, Միրզոյանի հայտարարությունները, մնացած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դնում են ռեպորտաժ սարքեցին, ուրախացել է։ Բայց վերջում մի բան հասկացա, իրանք ամեն ինչ լավ հասկանում են։ Վերջում ասին, բայց ամեն ինչի արդյունքում է, որ մենք Պուտինի հերը անիծել ենք, որ իրանք կարողանում են խոսել։ Նա մեր շնորհիվ է, որ իրանք այսօր կարողանում են խոսել։ Եվ երկրորդը, մենք չենք մոռանա, որ մեր արյան վրա իրանք լավ փող աշխատեցին։ Ես շատ մեծ կսկից ապրեցի եւ որpիսի սա գոնե լավ հիմա այդ ամեն ինչը ես միշտ ասում եմ բոլորը ամեն ինչ տեսնում ու հասկանում են բոլորը դրա համար են որոշ ռուսական գործակալիկներ կան որ իբր թե ասենք չգիտեմ իբր թե ռուսների հետ վեճի մեջ են մտնում հատուկ ինչ որ հարցազրույցներ են ռուսերիդ կազմակերպում իբր բանավիճում են հետո հաջորդ օրը այդ տականքները մտնում են եթեր ու ասում են տեսեք Զելենսկին Ադրբեջանին նախապատրաստում է պատերազմի Հայաստանի դեմ Հենց դեպքում որ Զելենսկին եկավ ակնհայտորեն արդեն մեր մամուլը հենց սերժական մամուլը տարածեց որ Զելենսկին համաձայնել է այդ իրանք բան էին անում խաբար էին տալի Պուտինին բայց ասեց որ Զելենսկին համաձայնվել է Հայաստանին զենք տա Պարզվում է 25 թվականին Հայաստանին վերապատրաստել է ու այդ տականքը կանգնում ասում է որ բանը ու Ադրբեջան 25 թվականի եւ մենակ 25 չէ էդ էլ ասեմ իմանաք մենք էլի բաներ գիտենք Հասկացաք, մամուլից բացահայտվեց, որ հայկական պատվիրակությունը եղել